Հայաջան բարի առավոտ։ Երեք ուրեմն պատիվ ունեցա ներկա գտնվելու ազգային կրթական խորհրդի քննարկման։ Շատ մեծ աշխատանք էին արել, շատ մեծ ու շատ կարևոր աշխատանք էին արել։ Ներկայացում էր, որ մինչև 26 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանում լուծարվելու է, փակվելու է մոտավորապես 230 դպրոց։ Եվ հիմնականում այդ դպրոցները գտնվում են մեր գյուղական դպրոցներն են եւ դրանք փակվելու են սեպտեմբերի 1-ը մինչև։ Հիմա մի քանի մանրամասներ, մի քանի դրվագներ կուզեմ ներկայացնեմ ես որպես սովորական քաղաքացի ինչ իմացա եւ ինչ տեսա երեկվա այդ քննարկման ժամանակ։ Առաջինը, որ թվերով եւ ամեն ինչով իրենց սայթում ես անպայման մեկնաբանության մեջ կդնեմ, կմտնեք եւ ինքներդ կհամոզեք, թե ինչ ահռելի աշխատանք են տարել մարդիկ։ Ինչի համար շատ շնորհակալ եմ։ Իհարկե այսօրվա ստախոս իշխանությունները առաջին անգամ շատ արագ արձագանքեցին, դեռ քննարկումը չավարտած, ուրեմն վախեցած այդ ԱԳԼՃԿ-ի նախրապանուհին, ես այդպես եմ նրան կոչում, արձագանքեց, որ սուտ օրակարգ է, ոչ մի 231 դպրոց էլ չի փակվում։ Իհարկե հենց քննարկման ժամանակ արդեն նշեցին նույն աշխատանքը կատարող ազգային խորհրդի կրթական խորհրդի անդամները, որ 3 դպրոց որոշել են, որ պետք չի լուծարել այդ 231-ից եւ իհարկե այս ստախոս մանիպուլյատիվ այդ իշխանությունները հենց այդ փաստը օգտագործեցին, որ 231 դպրոց փակվելու մասին ուրեմն խոսակցությունները անհիմն են, որտեղ 229-ը ասեն կամ 228-ը դա փակվում, ոչ թե 231։ Վաղը մյուսով որ ասեն, բա ասում եք չի փակվելու, ասում եք ճիշտ եմ ասել, 231-ը չի փակվել, 228-ն է փակվել ընդամենը։ Այնտեղ մանրամասը ներկայացրեցին մարդիկ, որ հիմնականում դա լեռնային, սահմանամերձ գյուղերում, որտեղ առանց էնել մենք ունենք խնդիր, որպեսզի բնակչությունը չլքի։ Տեսեք, մենք ապրում ենք կան գոյություն ունենք հենց մեր այդ գյուղերի հաշվին։ Սահմանապահ զորքերը, ես սա Արցախում շատ եմ ասել, եւ 15 թվականից գոռում էի սրա մասին, որ Արցախը ապրելով նաեւ պետքա պահել, ոչ թե միայն զինվորով։ Հիմա սահմանամերձ գյուղերի դատարկելու ամենապարզ ու ամենաարագ ծրագիրն են իրենք իրականացնում։ Ինչի համար շուտով ձեզ հուսով եմ նույնպես պարզ կլինի։ Տեսեք, ուրեմն սահմանամերձ գյուղերից եթե տեղափոխում են դպրոցները, առանց էլ ընտրեք, գիտեք, ձմեռը շատ գյուղեր կան, որ ընդհանրապես չես կարող նույնիսկ գնաս հաց առնելու, այնպիսի ձուն, այնպիսի ճանապարհներ, ելու մնաց երեխաներիդ դու տանես 7-ից 10 կիլոմետր ինչ որ այնտեղ ընտրված նոր գյուղում, նոր դպրոցում, որպեսզի առավոտը տանես, երեկոյանը գնաց բերես կամ կեսօրին գնաց բերես, կամ թեկուզ ինչպես իրենք են ասում, տրանսպորտը կապավեն։ Այս զրույցի ժամանակ մարդիկ ապացուցեցին, որ դա էլ է սուտ, դա էլ է բացարձակ սուտ, որտեղ այնտեղ կարող են գնալ եւ տարական դպրոցի, ուրեմն տարական դասարանի երեխաներ եւ բարձր դասարանի երեխաներ, այդ ինչպես են ապահովելու, որ մի քանի անգամ այդ ավտոբուսը այդ լեռնային դպրոցներում գնալու է գա ամեն մի 2 կամ 3 աշակերտի համար, դա բացառվում է։ Հիմա գանք հիմնական ուրեմն խնդրին։ Հիմնական խնդիրը սա գյուղերը դատարկելու մեր թշնամիների գծած սովորական պարզ ծրագիրն է։ Ինչպես պոլիկլինիկաները արեցին, ինչպես ուրեմն անձնագրային բաժանմունքները արեցին, ինչպես մնացած ամեն ինչ, այսինքն գյուղերից ամեն ինչը վերացնում են, ստիպելով մարդկանց թողնել իրենց տները եւ իջնել կամ շրջկենտրոններ կամ գալ քաղաք։ Դրանով թույլատնում են մեր պաշտպանությունը, մեր անվտանգությունը երկրի։ Երբ որ ամեն ինչ ուրբանացվեց մի կետում, ինչպես Արցախի օրինակով, երբ որ Արցախը 75% գրավեցին, բերեցին, լցրեցին մի տեղ, այսպես ասած, Ստեփանակերտ եւ նրա շուրջը, հետագայում էլ վերացնելը դրա շատ ավելի հեշտ ու դյուրին կլինի մեր թշնամիների համար։ Եվ մանավանդ, որ պատրաստվում են
այդ շրջանները բերել լցնել իրենց հարազատ, իրենց համար ուրեմն սիրելի, բաղձալի, այսպես ասած 300,000 ադրբեջանցիներով։ Եվ ուշադրություն, օրինակ Վայոց ձորում, Շիրակում եւ այսօր արդեն գրեցին նաեւ Գեղարքունիքում այդ նոր դպրոցները, որ մեր աչքն են մտցնում, հա, ասենք 230 դպրոց քանդում են 30 դպրոց թեկուզ էլի, այդքան չէ, սարքում են, դա մեր աչքն են մտցնում, որտեվ իհարկե, եթե քեզ թշնամիդ վճարում է այդ դիվական ծրագիրը իրականացնելու, դու կարող ես դրանով անել, բայց թշնամին հիմար չի, որտեղ են սարքում այդ նոր դպրոցները։ Վայոց ձորում 2 դպրոց է սարքվում եւ երկուսն էլ նախկինում թուրքերով բնակեցված ուրեմն գյուղերում։ Նույնը ինձ ասեցին, որ Շիրակում նոր դպրոցները կառուցում են հենց այն գյուղերում, որտեղ նախկինում բացառապես բնակվել են թուրքերը։ Դրան գումարած այսօր ես նաև գրեցին, որ Գեղարքունիքում նույնիսկ գյուղի անուններն են գրել, կրկին այն դպրոցները, որ նոր կառուցում են այն դպրոցներում, որտեղ արդեն դպրոց կա, բայց նախկինում այդ գյուղերը բնակեցված են եղել բացառապես թուրքերով։ Եվ եթե այս ամեն ինչը գումարում ենք իրար, որ պատրաստում են թուրքերին բերեն 300,000 այսպես կոչված լցնեն մեր երկիր, ստիպված մեր հայրենակիցները իրենց երեխաներին միայն ուսում տալու համար ստիպված են լինելու իրենց գյուղերը լքել իջնել շրջկենտրոններ, ազատել այդ գյուղերը մեզ շրջապատող, այսպես ասած, մեր սահմանով, մեր լեռնային գոտիով շրջապատող լեռները լցնել մեր թշնամիներով եւ վաղը այսօր այդ օղակը, ինչպես մեծ Թուրանի, ուրեմն պանթուրքիզմի ծրագրի մեջ կա, այսպես այդ օղակը հոպ եւ վերջ։ Ահա այդ դիվական ծրագրի իրական նպատակը իմ կարծիքով եւ շատ-շատերի կարծիքով եւ իրական հայերի կարծիքով։ Դրան են գնում այսօրվա այս թշնամի իշխանությունները, հայի թշնամի իշխանությունները։ Եվ բոլոր նրանք, ովքեր որ դեռ շարունակում են այս իշխանություններին սատարել, նրանք ուղղակի մաս են կազմում այդ մեծ Թուրանի պանթուրքական ուրեմն ծրագրի։ Նրանք աջակցում են, որպեսզի Հայաստանը որպես պետություն վերանա։ Դա իմ, ուզում եք սուբյեկտիվ համարեք, ուզում եք օբյեկտիվ համարեք, կարծիքն է, թե ինչ են անում, նաև ասում եմ հազարավոր, տասնյակ հազարավոր, 100,000 հայերի կարծիք է։ Եվ ցավոք սրտի մենք նման ուրեմն դիվական ծրագրի հետ կարծես թե հարմարվում ենք։ Այնտեղ շատ մանրամասը կա, անպայման, սա հենց այնպես թեմա չի, խնդրում ուշադրություն դարձեք։ Ես անպայման մեկնաբանության մեջ կտեղադրեմ այդ մարդկանց կատարած այդ ուրեմն ահավոր մեծ աշխատանք է։ Մանրամասը թվերով, տոկոսներով, հատիկ փաստերով ապացուցում են, թե ինչ է կատարվում։ Եվ ուշադրություն դարձեք թվերին, եւ ուշադրություն դարձեք շրջաններին, եւ ուշադրություն դարձեք որ գյուղերում, որ ուրեմն մարզերում ինչպես է դա կատարվում։ Եվ աչքներդ կբացվի, եւ կտեսնեք, որ ընտրությունը, եկող ընտրությունը լինելու է հայի լինելու կամ չլինելու մեջ։ Այդ խաղաղություն, այդ ամեն ինչը այդ միֆը նրա համար է, որպեսզի մենք գլուխներս կախ գնանք ուրեմն դահիճից դանակի տակ մտնենք։ Որպեսզի մենք ժպիտը դեմքներից ոչխարները ոնց են գնում սպանդանոց։ Այսպես արածելով, բան չէ որ քշում են սարերով տանում են սպանդանոց։ Իրար հետ երևի զրուցանելով, ճամփին կենակցելով իրար հետ եւ այլն, գնում են մորթվելու։ Այ մեզ այդ տրամադրությունն է, որ խաղաղություն ենք բերել ձեզ, խաղաղ գնացեք մեռնելու։ Այ թե ինչ է մեր կատարվելու։ Եթե ուշադրի լինեք եւ այդ բոլոր փաստերին ոչ թե ուղղակի վրայով անցնեք, այլ կարդակ, մտածեք, հասկանաք, որ այնտեղ ամենապարզ ձևով այդ ամեն ինչը բացատրվում է։ Այն որ անգրագետներին ղեկավարելը հեշտ է, դա մի փաստ։ Եվ եթե նույնիսկ դու հրաժարվես, ասենք, քո գյուղը լքել, որը շատ քիչ հավանական է, եւ այդ գյուղերը ծերացնելով, մերցնելով,
Քանի որ երիտասարդները իրենց երեխաները ուզում են ուսման տալ, չեն ուզում որ ագրագետ մնա, վերցնելու են ընտանիքով տեղափոխվելու են, դա ավելի հեշտ ու էժան կլինի, քան թե ամեն օր մտածել այդ երեխաներին մանավանդ ձմեռ այդ լեռնային շրջաններում, այդ սահմանապետ շրջաններում մտածեն ոնց է այդ երեխեն 10-12 կիլոմետր գնալու դասի գա եւ ամբողջ օրը ծախսի ճանապարհի վրա եւ այլն եւ այլն։ Եվ ամբողջ գումարները ծախսվի դրա վրա եւ թեկուզ եթե ավտոբուս կամ չգիտեմ ինչ են տրամադրելու սկզբի շրջանում, որպեսի այսպես ասած բանը ինչա կրքերը չթեժանան, սկզբի շրջանում ինչպես շատ դեպքերում են իրենք անում։ Կարող են նույնիսկ ասել, հեսա հատուկ ձեզ գազել ենք տրամադրում։ Եվ ամեն օր քո երեխային այդ լեռնային ճանապարհներին ուրեմն այդ ռիսկի տանել եւ ճանապարհել ինչ որ մի վարորդի հետ որ գնան գան ամեն օր օրը երկու անգամ գնան կան մի հատ գնալ մի հատ գալ մինիմում դա դա էլ արդեն իրենից վտանգ է չէ ներկայացնում եւ այդ ամեն ինչը հաշվի առնելով ծնողները վաղ թե ուշ որոշելու են որ գիտես ինչ կա ավելի լավ է ես այս տունս թողեմ գնամ այդ շրջկենտրոնում կամ գնամ քաղաք ինչպես շատ իրան գյուղը մեռնելով երկիրը մեռնում է ուրբանացրել են սարքել են մի հատ մեծ քաղաք եւ նորից եմ ասում այդ մեծ քաղաքը վերացնելը շատ ավելի հեշտ է քան թե գյուղերում այ Աֆղանստանը ինչի չեն կարող գրավեն գիտեք քանի հազար տարի ռուսներից բռնած ամերիկաներից վերջացած չեն կարող այդ երկիրը գրավեն ինչի հենց այդ գյուղերի հաշվին որտեվ այնտեղ ուրբանացած չի այնտեղ գնում են Կաբուլը գրավում են ասում են всё Աֆղանստանը գրավել ենք նրանք էլ ասում են կներեք ես պասի ժամանակ չեմ հայում ասում են շանկեղտ եք կերել գրավել եք Կաբուլում մի հատ փողոց է գրավել անունը դրել է կանաչ զոնա բայց Աֆղանստանը չի ընկել չի հանձնվել ոչ ռուսների ժամանակ ոչ էլ ամերիկացիների եւ մնացածի ժամանակ որտեղ գյուղերում իրենք մնացել են պայքարել են երկիրը պահել են իսկ եկվորները վաղ թե ուշ հենց գյուղերից նրանք շարունակել են այնքան են ճնշել միջև ամենահզոր տերությունները հանձնվել են թողել են փախել են ինչպես արեց սովետական միությունը ինչպես արեց Ամերիկայի Միացյալ Նահանգները նույն այդ գյուղերի այդ աուլների այդ սարերի այդ ուրեմն լեռներում թաքնված աֆղանները այդպես չեն հանձնվել իսկ այսօր մեզ ուղղակի այսպես ոչխարի հոտի նման քշում են հավաքում են միտեղ որպեսի մեզ վերացնելը դյուրին լինի հեշտ լինի եւ դրա ծրագրի հիմնական ուրեմն դրույթներից մեկը հենց դպրոցների լուծարումն է անունը ինչ ուզում ա դնեն ասա չի փակվում լուծարվում է տեղափոխվում է ինչ անուն ուզում եք դրեք փակել բարը սրանք շուստրի ծնունդներ են սրանք գիտեն ոնց մանիպուլացնեն ոնց խափեն ձեզ ով ասում փակվում է նոր դպրոց են շարժ ուզում են որ լավ սովորեն եւ այլ լավ պայմաններ լինի եւ ամենահետաքրքիրը այդ բոլոր դպրոցները որ պատրաստվում են փակեն մենք ամեն ինչին իր անունը կտանք փակում են ինչ անունով ուզում ասեն իրենք դպրոցները փակում են շատ գյուղեր որտեղ դա միակ դպրոցն է փակվելու է այդ ուսուցիչներին այդ ուրեմն նույնիսկ այսօր եթե ամբողջ ուսուցիչներին տանեն բերեն այդ ծախսերը որ գումարես իրենց մի տարվա այդ դպրոցները պահելու մի տարվա պարգևավճարի գումարին հավասար է այնքան որ իրանք պարգևավճար են բաժանել այս տարի այդքան գումարով այդ բոլոր դպրոցները հնարավոր է պահել այդ ամեն ինչը փաստագրված կա ինչպես ասեցի ազգային կրթական խորհրդի երեկվա ներկայացրած ուրեմն փաստերի մեջ հիմա հասկանում ենք ինչա կատարվում այս ծրագիրը այս ամբողջ հայատյաց հայակործան ազգակործան ծրագիրը շատ մանրակրկիտ մշակված դրսում որտեվ այս դեբիլները չունեն այդ ուղեղը դա մշակեն դա սա թելադրված մանրակրկիտ 100 տարի մշակված ծրագիր է մեր թշնամիների կողմից որը իրականացնում են այս ծախու այս հայադավ այս դավաճան սրիկաները դա իմ անձնական կարծիքն է
որը կարծում եմ շատ մոտ է, եթե ոչ ամբողջովին իրականություն։ Կուզեք համաձայնվեք, կուզեք մի համաձայնվեք։ Կրկին վաղը չասեք, որ մեզ չեն ասել, ոչ ոք չգիտեր, ով էր պատկերացնում, ինչ իմանայինք։ Երբ որ 15 թվականին ես ասում եի հայեր, պետքա լցրենք Արցախ, ես Երևանում տունս թողեցի, գնացի օրինակ ծառայելու, որտեղ շատերը ասում են, քեզ հեշտ է ասել, բա դե դու գնա։ Հետո ինչ անուն ասես դրեցինք, հələ իմ անձը դնենք մի կողմ, բայց հոմենակ ես չէի, գոռում էինք, չէ, որ Արցախը պետք է ապրելով պահել։ Մենք պետք է Արցախը այս ամբողջ ընթացքում, որ Աստծո շնորհքով տրվել էր մեզ, այնքան լցնեինք, այնտեղ 500,000 մարդ լներ այդ գյուղերով ամեն ինչով, որպիսի նույնիսկ թշնամու մտքով չանցներ այն ռազմական ճանապարհով գրավելու մասին։ Իսկ մենք ինչ արեցինք, հերիք չի 150,000-ից իջավ 120,000 բնակչությունը փոխանակ շականա։ Եվ խոսքս վերաբերում է հենց այն հայերին, որ հիմա այսօր դրսից ասում են, լավ է, աբրիկն է, ցավդանիմ, լավ իշխանություն է, տեսեք ինչ լավ բաներ կրեն, դպրոցները կբացեն եւ այլն, երկիրը հայրենիք մը գնացել եմ, գոֆը խմել եմ, եդի գերեմ եւ այլն, այդ բոլոր խոսացողները, որ այդպես էլ չեկան, իրենց հայրենիքի որ խոսում են հայրենիք ազատագրելու մասին։ Որ մեկին էլ ասպես չի, այս ասունն է իմ հայրենիքը, այդ մուշիկի դրամ է, սիրիկը, այդ լուպոյ, ցանկացած հողի կտոր, որ ազատագրվել է, դու պետքա գայր ընդեղ շենացներ, դու պետքա գայր ապրեր ընդեղ, ընդեղ ունենայր քո երեխաներին, քո թոռներին, քո ծոռներին, միայն այդ ձևով մենք կարանք այս երկիրը փրկեն, իսկ մենք հակառակն ենք անում, դատարկում ենք ու դատարկում ենք, ոչ մի դատարկ տարածք հենց այնպես չի մնա։ Լցնելու թշնամին սպասում է, երազում է այս դրախտային հողերը, այս դրախտային երկիրը։ Տեսեք ինչ են անում այսօր Արցախը, լցնում են։ Զորով են լցնելու, բերելու են արաբ, ջհուդ, ինչ ասես բերելու են, բայց լցնելու են։ Դատարկ չեն թողելու։ Հիմա էլ մեր սահմանամերձ շրջաններն է։ Վրաստանն էլ ձեզ օրինակ։ Վրաստանը հիմա որ նայեք, այս ծովափից սկսած, այս մեր սահմանով ամբողջը դատարկվել է վրացիներից եւ հայերից։ Նեղել են եկել լցրել, այս գծով շրջապատ։ Շրջապատումը շարունակում է։ Արցախի օրինակը, որ շրջապատեցին ու վերացրեցին։ Դա պարզ ցույց է տալի, թե ինչա սպասվում։ Եթե խելքի չգանք։ Այս գյուղերը եկող իշխանություններին, ով որ հավակնում է, որ գա իշխանության, այս հարցը վերցրեք, այս հարցը ամեն օր թմբկահարեք, բացատրեք եւ ցույց տվեք, որ դու գյուղերը փոխանակ դատարկելու շենացնելու եք։ Կարծեմ հիմա բանը անում է դա, գյուղերը շենացնելու ծրագրից շատ լավ խոսում են այս նոր ուժեղ Հայաստան, Սամվել Կարապետյանի, խոսում են լավ եք անում, բայց այս փաստերը, որ ուրեմն հրապարակվել է, վերցրեք օգտագործեք, հենց այնպես չեն այս մարդիկ աշխատում։ Ցույց տվեք եւ հակառակն էլ ցույց տվեք, թե դուք ոնց եք դրա դեմը առնելու, ոնց եք կասեցնելու, ոնց եք վերացնելու այս ազգակործան հայակործան ծրագիրը։ Գյուղն է մեզ պահելու։ Մենք այստեղ քաղաքում, այս ասֆալտի վրա այդ գյուղացիներին չեն կարողանալու պահեն եւ գնալով դատարկվելու է եւ այս ծրագիրներն էլ անպայման արագացնելու են այդ դատարկումը եւ դա գալու են լցնեն հենց մեր թշնամիները։ Չասեք չլսեցիք, չասեք չգիտեիք, չէիք պատկերացնում, ինչպես որ ժամանակին ասել ենք 2018 թվականին դուրս եկանք, բոլոր լրատվականները ցույց տվեցին, ասեցինք, փաստերը կա, բացեք նայեք առաջին հայահավաքը, դեր որ ինքը ձեր աստվածն էր, բոլորիդ աստվածները ասեցինք, շատ մարդիկ, մենակ ես չէ, առաջին մեծ ցույցը այս հայակործան իշխանությունների դեմ արվեց չէ փետրվարի 26-ին, եթե չեմ սխալվում,
2019 թվականին իրաց ընտրությունից ընդամենը 1-2 ամիս հետո ասացին, որ սրանք եկել են, որպեսզի Արցախը պատերազմ հրահրեն եւ հանձնեն, հայերեն, բառացի, ասվեց, որ եկել են Արցախը պատերազմ հրահրելով մեծ զոհերի եւ վախի մթնոլորտի տակ Արցախը հանձնելու, ասվեց, մի ասեք, մենք չենք պատկերացնում, հետո չպատկերացնելուց հետո, երբ որ դա տեղի ունեցավ, 21 թվին նորից գնացիք, մենք մտածում էինք ինքը հետաբերելու, նորից իրան ընտրեցիք, հիմա մտածում եք, որ ձեզ չի վերացնելու, պարզ ասում եմ, վերացնելու է, հայ տեսակը, վերացնելու են եկել, վերացնելու են, ուզում եք, ընդունեք, ուզում եք մի ընդունեք, վաղը, նայնին չնվնվակ, մեկի մի կոպեկ այսօր բանից զրկում են ձեր եկամուտից, սկսում եք նվնվալ, դուրս եք գալի, ցույցեր եք անում, հարկը սենց, հարկը նենց, դուք եք ընտրել, մի նվնվացեք, սխալ ուղեք, էլ մի ընտրեք, եթե ուզում եք, ողորմած Արմենը, որ ասեց, որպեսզի էլ չլինի այս ամեն ինչը, սրանց պետքա չընտրեք։ Քամա Սրանց պետքա հեռացնեք, եթե ուզում եք Հայաստան լինի, եթե ուզում եք ընտրությունը ասեցի լինել, չլինելու մեջ, ոչ թե խաղաղություն եւ պատերազմ, այդ սուտ օրակարգերը, այլ ընտրությունը լինելու է լինելու հայի եւ Հայաստանի լինել եւ չլինելու միջև։ Ընտրողներ դուք եք։ Այդքան բա